Ձմեռ պապիկին չեմ հավատում, դրա համար հարցեր չէի տա, խաղաղություն կնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, խորհուրդ կտայի, որ բոլոր երեխաներին հնարավորինս ավելի շատ ուշադրություն դարձներ։ Պարոն Խաչատրյան, Պարոն Խաչատրյան, 2025 թվականից ինչ հիշարժան դրվագներ կտանեք ձեզ հետ 2026 թվական։ 25 թվականին, եթե աշխատանքային գործունեության կամ պետության մեջ եղած իրադարձությունների մասով մտածենք, իհարկե օգոստոսի 8-ը ամենահիշարժան օրն է եւ իրադարձությունն է, երբ խաղաղություն կնքվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, նախաստորագրվեց, ինչու ֆիքսվեցին այն ելակետային հիմնարար դրույթները, համաձայն որոնց արդեն խաղաղության պայմանագիրը հիմնական կստորագրվի։ Սա ամենակարևոր իրադարձությունն է ինձ համար եւ կարծում եմ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սա շատ կարևոր իրադարձություն է եւ շատ իրադարձություններ կան, լավ պահեր կան, սկսած մեր օրենսդրական գործունեությունից, սկսած հաջողված բարեփոխումներից անվտանգային համակարգում եւ այո, երջանիկ պահեր ապրում ենք այն դեպքում, երբ որ այդ բարեփոխումները արդյունքներ են տալիս, դրական արդյունքներ են տալիս եւ այդպիսի իրավիճակներ շատ ենք ունեցել 25 թվականին, եթե ճիշտն ասեմ, եւ նման բաներ։ Պարոն Խաչատրյան, եթե հնարավորություն ունենայիք հանդիպել ձմեռ պապիկին, ինչ հարց կտայիք։ Ձմեռ պապիկին չեմ հավատում, դրա համար հարցեր չէի տա, բայց ընդհանրապես ինքը բարի կերպար է, չէ, եւ հիմնականում ձմեռ պապիկը մեծ հեղինակություն ունի երեխաների մոտ եւ երեխաներն են իրենց ցանկությունները հայտնում նախքան նոր տարին ձմեռ պապիկին, որոնք իրականություն դառնան։ Ես կուզեի հետեւյալը, որ ինչքան երեխա կա եւ ինչ ցանկություն երազանք ունի, թող ի կատարածվեն դրանք, ձմեռ պապիկով, թե առանց ձմեռ պապիկի անպայման իրականություն դառնան։ Պարոն Խաչատրյան, այս դեպքում ասացիք ձմեռ պապիկը բարի է։ Ինչ պաշտոն կտայիք ձմեռ պապիկին, խորհրդարանում կամ կառավարությունում, որովհետեւ կարծես թե բարի պաշտոնները շատ քիչ են։ Տեսեք, պաշտոն եւ բարությունը պաշտոններ, ես կարծում եմ, որ ցանկացած պաշտոնյա, պետական պաշտոնյա պետք է լինի բարի եւ ազնիվ։ Եվ նույնիսկ շատ երկրներում, այդ թվում կարծեմ մեր մոտ էլ արդեն բարիկային ոստիկանության ձևավորման ժամանակ այդ տեստերի մեջ հարցեր կան, որոնք որոշում են մարդը բարի է թե ոչ։ Հիմա տեսեք, նույն պաշտոնը կարող է զբաղեցնել գրագետ, պրոֆեսիոնալ մարդ, որը բարի եւ ազնիվ չէ, եւ նույն պաշտոնը կարող է զբաղեցնել մարդ, որը ազնիվ է։ Իհարկե, ով բարի չէ եւ ազնիվ չէ, նա այդ պաշտոնը իհարկե կարող է չարը օգտագործել եւ նրա ՕԳԳ-ն, այսպես ասած, չեն կարող ասել օգտակար կլինի, թե ոչ, թեև ասում եմ, նույն պայմաններում մարդը կարող է լավ գիտելիքներ ունենալ, բայց ազնիվ եւ բարի չլինել։ Հետեւաբար ես կարծում եմ, որ ցանկացած պետական պաշտոնյա այս բարիության թեստը պետք է լրացնի եւ ազնվության, դա շատ կարեւոր է։ Պարոն Խաչատրյան, եթե ձմեռ պապիկը կարողանար իրացնել ձեր հեղինակած օրենքի նախագծերից մեկը, որը կլիներ դա։ Հեղինակած օրենքի նախագծերից մեկը։ Իրականացնել։ Հիմա այս պահին տեսեք, նախագծերը ինչի համար են գրվում, օրենքները ինչի համար են գրվում, ինչ որ ակնկալիք ունենալու, ինչ որ նպատակի հասնելու համար։ Հիմա ես կարող եմ ասել նպատակը միանգամից, ինչ կուզեի, որ այդ նպատակները իրականություն դարձնեինք։ Ես կուզեի, որ մեր անվտանգային համակարգը լիներ այնպիսին, ինչպիսին ես պատկերացնում եմ եւ հավատում եմ, որ մի քանի տարի հետո հաստատ ունենալու ենք։ Այդ անվտանգային համակարգի մեջ մտնում է իհարկե զինված ուժերը, մեր ռազմարտությունաբերությունը, մեր իրավապահ համակարգը, արտաքին հետախուզությունը, ազգային անվտանգության ծառայությունը, բայց հիմնական առանցքային խնդիրները ես ուզում եմ, որ շատ արագ լուծվեն զինված ուժերում եւ ռազմարտությունաբերական ոլորտում։ Ինչի նախադրյալները, ոչ թե նախադրյալները, այլ ինչի արդյունքները արդեն կան, շատ լուրջ եւ լավ արդյունքներ կան,
բայց իհարկե դրանք ցանկալի արդյունքներ չեն։ Ես ուզում եմ, որ այդ արդյունքները լինեն այնպիսին, որ մենք մրցակից դառնանք այն երկրների հետ, ովքեր այսօր աշխարհում հայտնի են իրենց համատանգային համակարգով, չթվարկեմ այդ երկրները, բայց պարզ է, եւ ես իհարկե հավատում եմ դրան, հավատում եմ, որ կարճ պատմական ժամանակահատվածում մենք այդ համատությունը կարողանալու ենք անենք, այդ մրցակցությունը լինելու է, բայց եթե խնդրելու լինեի, կխնդրեի, որ դա շատ շուտ լիներ, դա լիներ վաղը։ Պարոն Խաչատրյան, եթե ձմեռ պապիկը խորհրդակցելու գար ձեզ հետ, ինչ խորհուրդ կտայիք նրան։ Ինչ խորհուրդ կտայի։ Խորհուրդ կտայի, որ բոլոր երեխաներին հնարավորինս ավելի շատ ուշադրություն դարձներ եւ այդ ուշադրությունը նաեւ լիներ առարկայական, այսինքն երեխաները որ երեխաները ինչ են ուզում, խաղալիք են ուզում կամ նման բաներ են ուզում, անպայման այդ խաղալիքները եւ ցանկությունները իրականություն դառնան։ Ձեր ընդդիմախոսներին ամանորյա արդիվ ինչ կնվիրեիք։ Այդ բարիություն, պետականապետ մտածողություն, նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ մի այլ բան, քանի որ ինձ շատ լավ։ Եթե ձմեռ պապիկը պայման դներ ձեր առաջ, երգելու դեպքում միայն նվերներ տալ, ինչ կերգեիք ձմեռ պապիկի համար։ Ինչ որ երգ պետք է երգեիք, հա։ Դե այն երգերը, որ երգել ենք, ռազմահայրենասիրական երգեր են եղել ակադեմիայի սովորելու ժամանակ, ամեն ինչ շատ Ձմեռ պապիկի համար էլ այդ կերգեիք։ Դե ուրիշ երգեր չենք կարող երգել։ Օրինակ որը կերգեիք։ Դե շատ երգեր ունենք։ Հիմա մենք բանակում ինչ երգեր են երգում։ Պատերազմ են գնում, բարով գնացեն կամ նման շատ երգեր, որոնք որ շարային ծառայությունների ժամանակ անպայման երգում է ստորաբար, հա? Երազիմ երկիրը իհարկե, հա, երազիմ երկիրը։ Եվ նման ինչ որ երգեր։